Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը, տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը, այս թողարկմանը կներկայացնենք։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է երկաթուղու հարցում կառավարության մոտեցումը, Արմեն Գրիգորյանին կփոխարինի Ալեն Սիմոնյանը, բանակում մահվան դեպքերի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել, ռազմական ոստիկանության պետն ազատման դիմում է գրել, Երևանը COP17 անվանումով փողոց կունենա։ Հայաստանը համաձայն չէ Եվրասիական տնտեսական միության հետ էքսկլյուզիվ հարաբերություններ ունենալուն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը գնում է հարաբերությունների դիվերսիֆիկացման ճանապարհով, իսկ երկաթուղու հարցում Հայաստանի կառավարությունը ձգտում է Ռուսաստանի հետ հասնել բարեկամական լուծման։ Մենք չենք ուզում գնալ ինչ-որ սուր լուծումների, որոնք կարող են լինել բարեկամական լուծումը, որ մենք փոխադարձաբար հասկանանք եւ ընկալենք իրար շահերը եւ գնանք որոշակի կոմպրոմիսների, որևէ խնդիր չունեմ Ռուսաստանի ընդհակառակը հարգանքով եւ ըմբռնումով են վերաբերվում Ռուսաստանի շահերին։ Խոսքը ուրիշ բանի մասին է։ Խոսքը նրա մասին է, որ այսօր հաստատված իրավիճակը խոչընդոտում է, որպեսզի մենք իրացնենք մեր պատմական հնարավորությունը, որ մեր երկաթուղին ինտեգրվի միջազգային երկաթուղային ցանցի։ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանին կփոխարինի Ալեն Սիմոնյանը։ Նիկոլ Փաշինյանն Արմեն Գրիգորյանին ցանկացել է պահել կառավարությունում, բայց վերջինս որոշել է որոշ ժամանակով դադար վերցնել։ Մամուլում հրապարակումներ եղան, թե Գրիգորյանը Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան կնշանակվի, բայց Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկատվությունը։ Ուզում եմ տեղեկացնել, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այդ կարգավիճակում վերջին անգամ է ամենայն դեպս մասնակցում կառավարության նիստին, որովհետև ես որոշում եմ կայացրել իրականացնել Անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխություն եւ ուզում եմ պարոն Գրիգորյանին նախ շնորհակալություն հայտնել նախորդ 8 տարիներին այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին, իհարկե մի քիչ էմոցիոնալ դարձա, բայց երևի նորմալ է։ Նաև այս սրահում գտնվող, այս սրահից դուրս գտնվող գործընկերներին, քաղաքացիական հասարակության էքսպերտների, որոնք օգնել են, որպեսզի այն աշխատանքը, որը կատարել ենք Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի եւ ինստիտուտների կայացման գործընթացում, օգնել են եւ մտածել եւ քաղաքականություն վարել։ Շնորհակալություն բոլորին, մեծ պատիվ էր ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ժամեր անց ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Վարչապետն անդրադարձել էր բանակում մահվան դեպքերին, նշել, որ պաշտպանության նախարարի հետ քննարկել են իրադրությունը եւ առաջիկայում կլինեն կադրային լուծումներ։ Այսօր եւ առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի վերաբերյալ, ըստ ամենայնի մենք փոփոխություն կունենանք, ըստ ամենայնի չէ, որոշումը կայացրել եմ արդեն, ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք եւ նաեւ մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս եւ հետեւությունների կգանք, այո, անհատական պատասխանատվություն պետք է լինի։ Երևանը նոր փողոց կունենա, որը կկոչվի COP17-ի փողոց։ Նիկոլ Փաշինյանն առաջարկը կներկայացնի Երևանի քաղաքապետարանին, քանի որ համարում է, որ հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովը շատ կարևոր նշանակություն ունի։ Երևանի հաղթանակ կամուրջը Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը չի գործում երկար տարիներ եւ մենք այս աշխատանքի ընթացքում նաեւ Երևանը նոր փողոց կունենա եւ ես առաջարկել եմ, որ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերները այդ փողոց անվանեն COP17-ի փողոց, որպես նաեւ այդ համաշխարհային միջոցառման նշանավորում եւ բացի այդ հարակից ենթակառուցվածքներ, ճանապարհ, մայթեր, այդ ենթակառուցվածքներ վերականգնվում են Կարմիր կամուրջի հետ, նրանք շատ կարևոր մի մաս են կազմում եւ նաեւ Երևանի պատմամշակութային մի կլաստեր եւս ավելանում են
Հայաստանի կառավարությունը ԵԱՏՄ-ի հետ էքսկլյուզիվ հարաբերություններ չի ցանկանում, իսկ ԵԱՏՄ-ից շարունակում են հանրաքվեի հարցը առաջ մղել։ Որն է այս իրավիճակում լուծումը։ Թեմայի վերաբերյալ կզրուցենք քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Նախ սովորական հարաբերություններն են, սովորական process-ներն են, սովորական զարգացումներն են։ Եվրասիական միություն ներքին խնդիր ունի, միայն Հայաստանի հետ խնդիր չկա, բոլոր անդամները խնդիր ունեն Ռուսաստանի հետ, որովհետև Ռուսաստանը ուզում է, որ այդ Եվրասիական միությունը քաղաքական կազմակերպություն դառնա, եւ մյուս բոլոր անդամները կուզեն, որ այդ Եվրասիական միությունը մնա տնտեսական կազմակերպություն, ոչ ավել։ Սա է փուն խնդիրը։ Հետո գիտենք, որ Ռուսաստան ջնջում գնե եւ տնտեսական լծակը գործածե Հայաստանի դեմ, որբեսի տնտեսություն Հայաստանում փլուզվի կամ թանթախցեվով զարգանա, որբեսի հասարակությունը Նիկոլի դեմ բայկար սկսի եւ ինտիմությունը պիտի շահագործի ադիգա եւ այլն։ Սա է։ Բայց քանի որ օրինավոր միջոցներ չունի Ռուսաստանը բաժել Հայաստանի կանոնակիրի արկելով, կանոնակիրը սելով Եվրասիական միության կանոնակիրը, ուրեմն ջնջում կգործածե, կփորձե ավելի ներվիճակի մեջ դնել Հայաստան, բայց անկարելի է ըստ ինձ։ Հայաստանում բացված Firebird-ի արհեստական բանականության գործարանի վերաբերյալ խոսակցությունները չեն դադարում։ Ի վերջո, ինչ է տալիս Հայաստանին արհեստական բանականության գործարանի հիմնումը։ Արդյոք Հայաստանում կան անհրաժեշտ մասնագետներ եւ այս ոլորտում Հայաստանն ինչ պոտենցիալ ունի։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք Երևանի պետական համալսարանի մեքենայական ուսուցման գիտական խմբի ղեկավար Հրանտ Խաչատրյանի հետ։ Սա Հայաստանի առաջին հերթին դռներ է բացում դեպի արհեստական բանականության ոլորտի, այսպես ասած, մեծ աշխարհ, հա։ Մենք բոլորս օգտվում ենք տարբեր տեսակի արհեստական բանականության գործիքներից, ChatGPT-ից, Gemini-ից եւ մյուսներից, բայց այնքան էլ ներգրավված չենք այդ տեխնոլոգիական զարգացման մեջ, հա։ Firebird-ը սա մի պատուհան է դեպի այն աշխարհ, որտեղ աշխատում են մարդիկ, որոնք ստեղծում են այդ արհեստական բանականության գործիքները։ Այդ ընկերությունները, որոնք դրանով զբաղվում են, իրենք հանդիսանում են Firebird-ի ներկա եւ ապագա հաճախորդները, ու փաստորեն Հայաստանում ձևավորվում է ընկերություն, որը կարողանում է այդ ընկերություններին որոշակի ծառայություններ մատուցել, իրենց հետ շփվել, կապեր հաստատել։ Սա կարծում եմ ամենակարևոր օգուտն է, որը մենք կարող ենք ստանալ այս ամեն ինչից, դա փաստորեն մեկ քայլի հեռավորությամբ, հա, մենք արդեն ունենում ենք կապեր աշխարհի առաջատար AI ստեղծող ընկերությունների հետ։ Մյուս ճանապարհը, որը մեր առջև կարելի ասել բացում է Firebird-ը, դա այն է, որ դրա մի փոքր հատվածը նաև հասանելի է դառնում Հայաստանում աշխատող գիտնականներին եւ ընկերություններին, ինչը Firebird-ի շատ փոքր մասը ինքը շատ ավելի շատ է, քան Հայաստանում մինչև այդ հասանելի էր ընդհանրապես, հա։ Եթե թվերով ասեմ, այս պահին Հայաստանում գործող ամենամեծ հաշվողական ռեսուրսը արհեստական բանականության համար այդ Երևանի պետական համալսարանում գործող գերհամակարգիչն է, որում կա գումարային 80 հատ այդ հաշվողական քարտ, հա, GPU կոչվածը։ Firebird-ում կա 6000, ընդ որում ավելի նոր սերնդի, այսինքն եթե համեմատենք, այդ 6000-ը համարժեք է մոտավորապես 12000 այն քարտերին հաշվողական, որոնք ԵՊՀ-ն ունի, այսինքն 64-ի դիմաց 12000, ու այդ 12000-ից մոտ 400-ը արդեն Հայաստանի կառավարությունը պարտավորվել է վարձակալել եւ հասանելի դարձնել Հայաստանում գործող գիտնականներին։ Այսինքն տենց մի 7-8 անգամ ավելի շատ ռեսուրս, քան մենք այսօր ունենք, փաստորեն հասանելի կդառնա Firebird-ից Հայաստանի կառավարության այդ պայմանագրի միջոցով։ Ինչ է սա մեզ տալիս, սա հնարավորություն է տալիս աշխատել ավելի լուրջ գիտական խնդիրների վրա, ավելի մեծ մասշտաբի, հա, մեր Հայաստանում գործող գիտնականները եւ ընկերությունները արհեստական բանականությամբ զբաղվում են եւ զբաղվել են, բայց դրանք չեն եղել
այն կալիբրի կամ այն մեծության, որոնք կարող էին օրինակ հետաքրքիր լինել այդ խոշոր ընկերություններին, հա, ասենք Google-ին, OpenAI-ին, այդ ինչ որ իմաստով հետ էին այդ ամենաառաջատար տեսակի արհեստական բանականության հետազոտություններից, որովհետև դրա համար պետք են մեծ հաշվողական ռեսուրսներ։ Սա հիմա հնարավորություն է տալիս մեր գիտական թիմերին, մեր ընկերություններին ավելի առաջատար, ավելի բարդ խնդիրների վրա աշխատել ու շատ կոնկրետ օրինակ է հենց մեր լաբորատորիան, որը ես եմ ղեկավարում, մենք հիմա հենց այդ փուլում ենք, որ փորձում ենք մեր արած հետազոտությունները, մեր արած գիտական ծրագրերը մասշտաբայնացնել, մեծացնել ու ավելի ամբիցիոզ դարձնել։ Քննարկումներ ենք ունենում մեր գործընկերների հետ աշխարհով մեկ ու ոնց որ նախագծում ենք մեր հետազոտությունների հաջորդ փուլը, որը արդեն այս նոր մասշտաբներին է համապատասխանում ու ել ավելի հետաքրքիր է դառնում ոլորտի առաջատարների համար աշխարհում։ Իսկ ռիսկերի առումով, որովհետև այդ հարցն էլ այս օրերին շատ քննարկվեց, որպես մասնագետ կխնդրեմ նաև այդ հարցին անդրադառնաք։ Տարբեր ռիսկերից են խոսում, ինչ որ հասցրել եմ տեսնել սոցիալական ցանցերում, ամենաշատը խոսվում է ջրի մասին, որը ամենաանհեթեթնացավոք, որովհետև այդ համակարգերը իրականում ջրով չեն հովացվում, դրանք հատուկ հեղուկով են հովացվում, որը մի անգամ լցվում է այդ համակարգի մեջ, իդեպ դա Երևանի պետական համալսարանում էլ գործող համակարգիչ է, նույն սխեմայով է մեծ հաշվով աշխատում, կարելի է դա տեսնել էլի արդեն, հա, այստեղ գործողության մեջ այդ հատուկ հեղուկա, որը ցիկլով պտտվում է, մտնում է համակարգչի մեջ, տաքանում է, դուրս է գալիս, չիլերի մեջ սառում է, հետա գալիս։ Այսինքն ինքը ջրի ծախս առօրյայում չունի։ Կան ուրիշ ազդեցություններ, ինքը շատ մեծ հոսանք է օգտագործում եւ այդ հոսանքը գուցե կարող է ինչ-որ ռիսկերի հիմք լինի։ Հայաստանում ընդհանրապես ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրվում է, քան մենք կարողանում ենք սպառել եւ ավելի շատ արտադրվում է, քան կարողանում ենք արտահանել, թե սպառման առումով, թե արտահանման առումով կան տեխնիկական դժվարություններ ու կան էլեկտրակայաններ Հայաստանում, որոնք, ասենք, ամռանը անջատվում են ուղղակի, որովհետեւ այդ հոսանքը չգիտեն ինչ անեն։ Հա, նույնիսկ կան դեպքեր, օրինակ, չգիտեմ, արևային էլեկտրակայաններ կան, որոնք պետությունը պարտավորվել է այդ հոսանքը առնի անընդհատ, բայց չի կարողանում, որովհետև չգիտի ինչ անի այդ հոսանքը ու դեպքեր կան, որ օրինակ շարունակում են վճարել արտադրողին, բայց խնդրում են անջատել էլեկտրակայանը, հա։ Այսինքն այս առումով խնդիրներ չեք տեսնում, էլեկտրաէներգիայի առումով մասնավորապես։ Տեսականորեն գիտեք ինչ կարող է լինի, ես դրա մասնագետ չեմ, բայց օրինակ լսել եմ, որ որոշ տեղերում ԱՄՆ-ում երբեմն հոսանքի ցանցի համար այդ խոշոր, երբ որ ոնց որ մի օկտատեր շատ խոշոր չափի օգտագործում է ու ոչ ստաբիլ, դա կարող է ցանցի ստաբիլության վրա ինչ որ ազդեցություն ունենա, այսինքն ցանցը պետք է ադապտացվի դրան, հա, բայց սա կարծում եմ ոնց որ լավ բան է, այսինքն պետք է մեր ցանցը սովորի ավելի կայուն լինել ու ստրեսներին դիմանալ ու սա չի կարող երբեք պատճառ լինել, որ ասել գիտեք, եկեք չսարքենք համակարգիչներ, որովհետև կարող է ցանցը դառնա ոչ ստաբիլ, հա։ Այս տեսակ ինչ որ ռիսկեր են լինում աղմուկի հետ կապված, օրինակ այդպիսի դեպքեր եղել են Երևանում տեղադրված այդ հովացման համակարգեր ուրիշ տեղերում, որ գիտեմ, որ ասենք շրջապատի բնակիչները բողոքել են։ Կոնկրետ այս Firebird-ի դեպքում կամ Elevate-ի դեպքում, որքան հասկանում այդ հարցը ընդհանրապես չկա, որտեղ մոտիկ բնակելի վայր չկա, հա, այսինքն Firebird-ը ֆիզիկապես հրազդանի մոտ է, բայց տների կողքը չի, հա, բավական հեռու է մոտակա առաջին շենքը այդ Firebird-ի գործարանից, հա։ Այնպես որ այդտեղ էլ առանձնապես անհանգստանալու առիթ չեմ տեսնում։ Ձեր խոսքում իհարկե անդրադարձակ այս թեմային, բայց Հայաստանում կան անհրաժեշտ թվով մասնագետներ նաև։ Տեսեք, մասնագետների հարցը երկու տեսակի է, մի կողմը թե ովքեր են աշխատացնում այդ համակարգիչները եւ ովքեր են սպասարկում, որ համակարգիչները նորմալ վիճակում լինեն, երբ որ փչանում է ինչ-որ մաս արագ փոխվի, հա։ Ուրեմն այս առաջին կատեգորիան օգտագործողները դրանք մեր նման գիտնականներն են եւ որոշ տեխնոլոգիական ընկերությունների մասնագետներ, որոնք կան, այնքան շատ չեն, ինչքան կուզեինք, ասենք, եթե Firebird-ի այդ ամբողջ 6000 GPU-ները հատկացվեր ամբողջությամբ Հայաստանին, երևի այդքան օգտագործող չէր լինի։ Բայց այս մի քանի 100-ը կլինի, հա, ես մի քանի 100-ի մասով խնդիր չեմ տեսնում։ Ու մենք լինելով նաև, ասենք, ես ԵՊՀ-ում դասախոս լինելով, մեր խնդիրն է
այդ տեսակ կրթությունը ուժեղացնել, որպեսզի այդ տեսակ մասնագետների արտադրությունը, հա, շատանա, այսինքն շատ ավելի շատ երիտասարդներ ու գիտնականներ լինեն, որոնք ունակ են դա օգտագործել։ Օգոստոսի 12-ից Եվրոպական միության տարածքում ուժի մեջ են մտել սննդի սպասարկման ոլորտում մեկանգամյա օգտագործման փաթեթավորման վերաբերյալ նոր կանոններ, որոնց նպատակն է կրճատել փաթեթավորման թափոնները։ Թեմային անդրադարձել է Քրիստինե Ոսկանյանը։ Սպառողներին շատ լավ ծանոթ բուրգերների համար նախատեսված որոշ հայտնի տուփեր, սուրճի բաժակներ եւ սննդի համար նախատեսված այլ տարաներ այսուհետև կհայտնվեն արգելքի տակ։ Օգոստոսի 12-ից Եվրամիությունում ուժի մեջ են մտնում փաթեթավորման եւ թափոնների վերաբերյալ նոր, ավելի խիստ կանոններ։ Այսինքն, ներմուծողները, առևտրականները եւ ծառայություն մատուցողները չեն կարողանա սպառողներին առաջարկել նոր պահանջներին չհամապատասխանող փաթեթավորում։ Արտադրողները ստիպված կլինեն արագ փոփոխել իրենց այսպես կոչված հավերժական քիմիական նյութեր պարունակող արտադրական տեխնոլոգիաները։ Ռեստորաններին, բարերին, սրճարաններին եւ հյուրանոցներին կարգելվի համեմունքներ, սոուսներ կամ շաքար մատուցել պլաստիկե տոպրակների մեջ։ Փաթեթավորման փոխարեն հաստատությունները պարտավոր կլինեն օգտագործել բազմակի օգտագործման կամ համընդհանուր օգտագործվող տարաներ համեմունքների համար։ Եվրոպական հանձնաժողովը պնդում է, որ փոփոխություններն անհրաժեշտ են շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունները լուծելու համար։ Նոր օրենքի նպատակն է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը բրածո վառելիքից, որն այսօր օգտագործվում է պլաստիկե փաթեթավորումների արտադրության գրեթե բոլոր փուլերում։ Նոր կանոնները նախատեսված են ընկերությունների համար փաթեթավորումների ընդհանուր շուկա ներմուծումը հեշտացնելու եւ ավելորդ թափոնները նվազեցնելու համար։ Կանոնակարգը նպատակ ունի խթանել փաթեթավորման վերաօգտագործումը, վերամշակումը եւ արտադրանքի մշակումը։ Կանոնակարգը կգործի անմիջապես առանց յուրաքանչյուր երկրի կողմից առանձին հաստատման գործընթացի։ Ամենակարևոր փոփոխություններից մեկը սննդամթերքի փաթեթավորման եւ PFAS նյութերի օգտագործման արգելքն է։ PFAS պերֆտորալկիլային եւ պոլիֆտորալկիլային միացությունների մեծ խումբ է, որոնց անվանում են հավերժական քիմիական նյութեր, քանի որ դրանք տասնամյակներ շարունակ չեն քայքայվում շրջակա միջավայրում եւ կարողանում են կուտակվել կենդանիների ու մարդկանց օրգանիզմներում։ Դրանք դիմացկուն են ջերմության, ճարպի եւ ջրի նկատմամբ, ինչի պատճառով տասնամյակներ շարունակ լայնորեն օգտագործվել են արդյունաբերության եւ սպառողական ապրանքների արտադրության մեջ։ PFAS-ի բարձր պարունակությամբ սննդային փաթեթավորման օրինակներ են ճարպակայուն, ծածկույթով թղթե եւ ստվարաթղթե տարաները, օրինակ բուրգերների տուփերը, ֆրիի համար նախատեսված ստվարաթղթե տարաները եւ պիցայի տուփերը։ Սահմանափակումները վերաբերում են նաեւ ջրակայուն կամ ճարպակայուն շերտերով կոմպոզիտային փաթեթավորմանը, սուրճի եւ այլ ըմպելիքների համար նախատեսված թղթե բաժակներին, աղցանների, լապշեի եւ այլ ուտեստների թղթե տարաներին, սենդվիչների եւ հրուշակեղենի թղթե փաթեթներին, սննդամթերքի փաթեթավորման թաղանթներին եւ լամինատներին, ինչպես նաեւ թխման թղթին, որը հաճախ մշակվում է պլաստիկ լամինատով կամ PFAS պարունակող նյութերով։ Այսպիսով, Եվրամիությունը բոլոր երկրներում փաթեթավորման համար սահմանում է միասնական եւ ավելի խիստ պահանջներ։ Կանոնակարգերը նաեւ նախատեսում են անցումային ժամանակահատված, որպեսզի սննդի սպասարկման ոլորտը կարողանա պատրաստվել նոր պահանջներին։ Քրիստինե Ոսկանյան, ՎՏՂ Հայաստան News։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏՀ Հայաստան News-ի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։